մենք Գուլոյան Ծառուկյան կլանի գործերով ենք զբաղվել եւ ընդամենը օրեր առաջ Կարապետ Գուլոյանի տունը առանձնատունը դարձել է պետական սեփականություն, դա այլևս նրանցը չէ, ժողովուրդ, դա այլևս ձերն է, ձեր բոլորին է։ Մի հատ էլ ԲԿ ղեկավարն ասում է, հա ինչ բան է, չգիտեմ, մի զալա 2 սպալնա։ Այդ առանձնատան շուկայական գինը $2.5 միլիոն է, $2.5 միլիոն, բայց դա այլևս իրանցը չի, դա այլևս ձերն է, ժողովուրդ ձերն է, և շատ շուտով պետական կլինի նաև որպես ապօրինի գույք կվերադարձվի Արարատի ցեմենտի գործարանը որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից գողացված գույք։ Եվ այսօր ինչ-որ ակտիվացել է ԲԿ ղեկավարը, ինչ-որ անվտանգությունից, իրանից մեծ բաներ է խոսում, անվտանգությունից է խոսում, սահմանից է խոսում, տարածքային, ես հստակ ուզում եմ ասեմ, որ դուք այդ բոլոր ընտանիքները, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ներառյալ Ծառուկյան, մյուս, դուք սահմանին մի կրակոց չեք արել, բայց դուք տասնյակ կրակոցներ եք արել Աբովյանում, Առինջում, Երևանում, Հանրապետության տարբեր բնակավայրերում, եւ հիմա քո ընտանիքի անդամը փախած է, որովհետև ինքը պիտի դատվի Հայաստանի Հանրապետության մեջ կրակելու համար։ Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ եւ մինչեւ վերջ կտրելու եմ, իմացեք։ Դու եւ քո փախուստի մեջ գտնվող զավակնեք եւ կալուգացին ու եմ մեկը իրենք են սպառնալիք անվտանգությանը Հայաստանի Հանրապետության եւ մենք այդ սպառնալիքը շատ արագ կչեզոքացնենք, դա տեղի կունենա ձեր աչքի առաջ եւ ձեր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք 8 տարի պայքարում ենք պատերազմի եռագլուխ կուսակցության, եռագլուխ մաֆիայի եւ հիմա ինչպես հասկացանք եռագլուխ լրտեսական ցանցի դեմ եւ ահա նրանք ապրում են իրենց մաֆիոզ կյանքի վերջին շաբաթները եւ վերջին օրերը մենք Հայաստանի ժողովրդի հետ եռագլուխ մաֆիային ծնկի ենք բերելու Հայաստանի Հանրապետությունում ծնկի ենք բերելու Հայաստանի Հանրապետությունում։ Ես այսօր շատ չեմ խոսա նրանց լրտեսական գրքերի մասին, որոնց մասին այսօր խոսել եմ Լոռու մարզի տարբեր համայնքներում։ Ես այսօր ուզում եմ ուրիշ բան ասել։ Գիտեք, որ ԲԿ ցուցակի երկրորդ համարկա Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական եւ ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը մարտի 1-ի գործով պետք է ի վերջո կատարածվի։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի, երկար տարիներով պետք է բանտ նստի։ Սամվել Կարապետյանը որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող պետք է երկար տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում։
Ես ասում եմ, նրանք հիմա այդ շուտ է ասում է դուք Հայաստանից փախչելու մասին երազելու եք, բայց չեք ունենալու այդ հնարավորությունը։ Հիմա իրանք այսօրվանից էլ չեն էլ երազելու, որովհետև հասկացել են, որ finita la commedia, սա իտալերենից թարգմանաբար նշանակում է կատակերգությունը ավարտված է, տիկնակ եւ պարոնայք։ Ժորժան, այս ինչ որ ասցի, շատ կարևոր է, բայց արդեն գիտեք, որ ամենակարևորը չի, որովհետև ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես ձեզ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք այո, նաև միանձնյա, ձեզնից յուրաքանչյուրը միանձնյա 2026 թվականի հունիսի 7-ին տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը կարող է մի տեր ապավեն եւ երաշխավոր ունենալ, եւ դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ հասկանանք, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև սա թորի կռիվ չէ, սա պաշտոնի կռիվ չէ, սա պատմության ընթացքը ի վերջո դբալ լավը փոխելու կռիվ է, եւ այս կռվում մենք հաղթել ենք, եւ այս կռվի մեր հաղթանակը պիտի հասնենք մինչև վերջ։ Եվ ուրեմն քվեարկում ենք 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Փամբակին, Ֆիոլետովոյին, Լերմոնտովոյին, Լորիբերտին, Սպիտակին, Ստեփանավանին, Ալավերդուն, Վանաձորին, Թումանյանին, Տաշիրին, բոլոր համայնքները ասցի, Գյուլագարակին եւ Վանաձորին։ Լոռու մարզում համայնքները շատ են, մոռանում ենք։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև Փամբակին, Ֆիոլետովոյին, Լերմոնտովոյին, Սպիտակին, Ստեփանավանին, Լորիբերտին, Տաշիրին, Թումանյանին, Ալավերդուն, Վանաձորին, Գյուլագարակին, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս ընտրություններում, այս ընտրությունների ելքը, պատմության հետագա ընթացքը, խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով այդ մեկ մարդը բարձրացրեք ձեր ձեռքերը, նրանք ովքեր մեկն են այդ մարդկանցից,
Բարձրացրեք ձեր ձեռքերը։ Եվ ուրեմն փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։